Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի լաբորատորիայի պատասխանատու բժիշկ լաբորանտ Ռոզաննա Ուրիխանյանին։ Բարև ձեզ, բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բժշկուհի Ուրիխանյան, նախ խոսենք ընդհանուր առմամբ լաբորատորիայի կառուցվածքից եւ թե ինչպիսի աշխատանքային պլանավորումից է այն սկսվում։ Լաբորատորիայի կազմակերպչական կառուցվածքը մշակելիս շատ հանգամանքներ ենք, առանձնահատկություններ ենք ընդգրկել, սակայն ամենակարևորը համարել ենք տեխնոլոգիական շղթան։ Ինչ բան է տեխնոլոգիական շղթան։ Տեխնոլոգիական շղթան դա նմուշի շարժն է ողջ լաբորատորիայով, սկսած նմուշառումից եւ վերջացրած մինչեւ արդյունքների տրամադրումը։ Այդ կառուցվածքը թույլ է տալիս տեխնոլոգիական շղթայի բոլոր օղակների անխափան աշխատելուն։ Իսկ անխափան աշխատանքի արդյունքում մենք ունենում ենք ճիշտ նմուշառում, ճիշտ արդյունք, որը կտանի ավելի ճիշտ բուժմանը, ավելի աշխատանքների կարգավորմանը եւ վերջապես ծախսերի կրճատմանը։ Լաբորատորիայի կառուցվածքը մշակելու գործին շատ կարևոր է պլանավորումը, աշխատանքների պլանավորումը եւ կազմակերպումը։ Աշխատանքների պլանավորման գործում էլ մի շարք կրիտերիաներ կան, որոնք պետք է հաշվի առնել։ Ամենաառաջինը դա լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրումն է։ Երկրորդը աշխատակիցներիս շարունակական մասնագիտական զարգացումը եւ ինչպես նաեւ մատչելի ռեսուրսների օգտագործումը։ Պլանավորման ժամանակ, այդ աշխատանքների ժամանակ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որը կոչվում է բացերի վերլուծություն, gap analysis։ Ինչ ենք անում այդ ժամանակ։ Այդ ժամանակ նկատում ենք մեր խնդիրները, բացերը, գրի ենք առնում, համարում ենք առաջնահերթությունը, որն է, առաջնահերթության խնդիրն ենք դնում եւ աշխատակիցներով լուծում ենք հարցերը։ Պլանավորումը եւ կազմակերպության աշխատանքների գործին մասնակցում է ողջ թիմը։ Բոլորը ունեն իրենց կարևոր դերը, տեղը եւ առանձնահատկությունները։ Մեր լաբորատորիան ունի բազմաֆունկցիոնալ կառուցվածք։ Ընդհանրապես մեր պոլիկլինիկան տիպային կառույց է։ Տիպային կառույց է նաև մեր լաբորատորիան, ունի հարմարեցված սենյեր, ունի սպասասրահ եւ ամեն ինչ հարմարեցված է շահառուների եւ մեր աշխատակազմի բնականոն աշխատանքը կատարելու բնականոն հունով։ Աշխատանքը սկսվում է դերևս սպասասրահից։ Սպասասրահից բուժառուն մոտենում է գրանցման սենյակ։ Գրանցման սենյակում կատարվում է եւ էլեկտրոնային գրանցումը եւ թղթային տարբերակով գրանցումը։ Էլեկտրոնային համակարգում ներառվում է անձնական տվյալները, ինչպես նաեւ եւ թերապևտիկ բլոկի ծառայության մասնագետների եւ նեղ մասնագետների ուղեգրումները։ Նշվում է թղթային տարբերակով ուղեգրերում ինչ հետազոտություններ պետք է կատարվեն եւ ուղեկցվում է բուժառուին դեպի հետազոտման սենյակ։ Հետազոտման սենյակը նմուշառման սենյակն է։ Նմուշառումը կատարվում է հմուտ նմուշառուի կողմից։ Նմուշառում բուժքույրը նախ հարցեր է տալիս բուժառուին, թե տեղյակ է արդյոք ինչ անալիզներ պետք է հանձնի եւ ինչ պայմաններում պետք է հանձնի, այսինքն պայմաններ կան, որոնք պարտադիր են տվյալ հետազոտությունը կատարելու համար։ Համապատասխան այոն պատուհանում նշելուց հետո կատարվում է նմուշառումը։ Մեր նմուշառող բուժքույրը հմուտ է, երկար տարիների փորձ ունի, անընդհատ մասնագիտացված է եւ արդեն իրեն համար հասարակ գործողություն է կատարվում նմուշառման գործընթացի ժամանակ։ Հասարակ, բայց պատասխանատու։ Եվ պատասխանատու, այո։
ընտրվում է համապատասխան փորձանոթները եւ նմուշները վերցնվում է իհարկե բոլոր որակի կանոններին համաձայն։ Նմուշարումը վերցնելուց հետո պացիենտը հեռանում է լաբորատորիայից եւ նմուշը տեղափոխվում է արդեն հետազոտական սենյակ։ Ասեմ, որ կրկնեմ, որ մեր լաբորատորիան բազմաֆունկցիոնալ է։ Ինչպես նշեցի, նմուշը գնում է դեպի հետազոտական բուն փուլին։ Հետազոտվում է նմուշը համաձայն ուղեգրված կանոնների։ Կատարում ենք, ասեցի, բազմաֆունկցիոնալ է մեր լաբորատորիան, կատարում ենք եւ կենսաքիմիական, եւ կլինիկական, եւ հորմոնալ անալիզներ, իմունաբանական, սերոլոգիական անալիզներ։ Հագեցված է մեր լաբորատորիան արդի սարքավորումներով, ինչպես նաեւ չունենք ռեագենտների պակաս։ Աշխատանքը վերջացնելուց հետո հետազոտական փուլը ավարտվում է եւ սկսվում է արդեն հետհետազոտական փուլը։ Հետհետազոտական փուլը կատարվում է էլի գրանցման սենյակում։ Արդյունքները գրանցվում են եւ տրվում համապատասխան մասնագետների արգղիկների մեջ, որը հարմարեցված է մեր լաբորատորիայում։ Արդյունքներ կան, որոնք չենք տրամադրում բուժքույրերին կամ բժիշկներին, օգտագործելով, պահպանելով պացիենտի գաղտնիությունը, այո, ինքն է անմիջապես մոտենում մեզ կամ լիազորված անձը բանավոր կամ գրավոր ձևով։ Բոլոր փուլերը ավարտելուց հետո արդեն բուժաշխատողը զբաղվում է թափոնների հեռացմամբ։ Հեռացվում է եւ կենցաղային թափոնները եւ բժշկական վտանգավոր թափոնները, համապատասխանաբար իհարկե պրոտոկոլների։ Պաշտպանում ենք բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները։ Այդ դուք խոսեցիք հենց լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրումից։ Այս սրա կարևորությունը ինչու՞մն է կայանում եւ այն երբ է ներդրվել։ Որակի կառավարման համակարգից խոսելուց առաջ եկեք պարզենք, թե ինչ բան է որակ։ Որակը դա պահանջների բավարարումն է։ Ում պահանջները մենք պետք է բավարարենք, որպեսզի հասնենք որակի ներդրման չեմ ասի գագաթնակետին, բայց որոշ աստիճանի։ Առաջի հերթին մենք պետք է բավարարենք մեր բուժառուի պահանջները։ Երկրորդը դա մեր պետությունն է իր օրենքներով, իրավական ակտերով։ Երրորդը դա միջազգային եւ տեղական ստանդարտներն են։ Չորրորդը մեր կառավարությունն է, մեր տնօրենությունը, հինգերորդը մենք ենք, ներքին սպառողներս ենք։ Եվ այդ ուղղությունները միասին ես սիրում եմ միշտ արտահայտվել հետևյալ ձևով, որ կկազմեն բռունցքի կաղապարը։ Եթե սպառողներս մենք ներքին սպառողներս ինչ որ տեղ թերացանք, ուրեմն դա կհանգեցնի ոչ արդյունավետ աշխատանքի։ Դրա համար որակի կառավարման համակարգը շատ կարևորում ենք մեր աշխատանքում։ Այն ներդրվեց 2025 թվականին եւ ավարտվեց գարնանը։ Արտաքին աուդիտի միջոցով գնահատվեց մեզ 94 միավոր։ Որակի կառավարման համակարգը այդ անիվը անընդհատ շարժվում է, չի կանգ առնում եւ ամեն անգամ այդ սպիրալաձև շարժման ժամանակ մենք պլանավորում ենք աշխատանքը, այնուհետև ստուգում ենք կատարած աշխատանքը եւ նոր գործում ենք։ Այդ դուք նշեցիք ձեր խոսքում, խոսքի սկզբում նշեցիք, որ նաև բացերն եք քննարկում։ Այո։ Այս դեպքում եւս կիրառվում է այս մեթոդը։ Անպայման կիրառվում է, որովհետև գործընթացը շատ Բարդ եւ պատասխանատու բարդ է։ եւ պատասխանատու է, այո, գործընթացները պետք է համաձայն պրոտոկոլների կազմակերպենք եւ որևէ բացը չի անտեսվում, որևէ սխալ չի անտեսվում, որպեսզի դա չբերի արդյունքների սխալ ընկալմանը, գրառմանը, որը չտանի դեպի թերի բուժմանը։ Մենք նաեւ
մի շարք կանոնների ենք հետևում, որին պարտավոր ենք։ Դեմինգի, հանրահայտ դեմինգի անիվի գաղափարով ենք առաջնորդվում, այսինքն պլանավորում ենք, կատարում ենք, ստուգում ենք, գործում ենք եւ ամեն անգամ քայլ բարձրանում ենք։ Որակի կառավարման համակարգում շատ կարևոր դեր ունի նաեւ պլանավորումը եւ թիմային աշխատանքը։ Այս ճանապարհին, օրինակ, այսպես դուք նշեցիք, ինքը սահուն գնում է, ով է ամենամեծ շահողը։ Իհարկե մեր բնակիչը, Բուժարուն։ շահառուն, բուժարուն։ Ինչու՞։ Որովհետև մենք անվտանգ ենք աշխատում։ Գործում ենք որակի կառավարման համակարգի 12 բաղադրիչներից։ Աշխատում ենք չվնասել բուժառուին։ Կատարում ենք համապատասխան օրենքներով, գործընթացներով, սոպերով։ Յուրաքանչյուր աշխատող ունի իր դերը եւ կատարում է իր վրա իր պատասխանատվությամբ դրված աշխատանքները։ Ինքնագործությամբ չենք զբաղվում եւ չենք խախտում անձնական տարածքը, բուժառուի անձնական տարածքը։ Այստեղ սխալվելու հավանականությունը փոքր է թե մեծ։ Եթե գործենք համապատասխանաբար պրոտոկոլների, եթե կատարենք բոլոր կանոնակարգերը, եթե կիրառենք զարգանանք անընդհատ, կատարելագործվենք, սխալների հավանականությունը շատ կքչանա։ Սխալների հավանականությունը քչանալուց հետո կշահի առաջինը ասեցի բուժառուն։ Այո։ Ընդհանրապես դուք նաև թիմային աշխատանքից խոսեցիք։ Այս թիմային հասկացողությունը, ինչպես է այն ձևավորվում, կա հատուկ մեթոդ, թե այն այսպես ինքնաբուխ կերպով է դրսևորվում։ Թիմային աշխատանքը մեր աշխատանքի հիմքն ենք համարում։ Թիմային աշխատանքը ձևավորվել է դեռևս շատ վաղուց։ Հիմնավորվել է աշխատանքը հիմնված է աշխատողների գիտակցական մակարդակի բարձրացման վրա։ Յուրաքանչյուր աշխատող, կրկնեմ նորից, ունի իր դերը, պատասխանատվությունը, տեղը, կանոնակարգված աշխատանքի եւ վերջնական արդյունքի քննարկման հիմքն է հանդիսանում մեր թիմային աշխատանքը։ Թիմային աշխատանքի կազմակերպման հենասյուներից է համարվում մեր տնօրենը։ Մեր տնօրենը այնպիսի միջավայր է ստեղծել, որ յուրաքանչյուր աշխատող կարող է ազատ բարձրացնել առաջարկություններ անել եւ ստանալ համապատասխան հարցերի լուծումը։ Տնօրենի աջակցությամբ մենք վերջերս ձեռք բերեցինք մի վերլուծիչ, որը ավելի կանոնակարգեց մեր աշխատանքը, ավելի արդիականացրեց մեր աշխատանքը։ Խոսքը ներողություն ինչի մասին է։ Լաբորատորիայի սարքավորումը։ Այո։ Հիմա կանդրադառնամ։ Թիմային աշխատանքի շնորհիվ եւ մեր տնօրենի աջակցության շնորհիվ մեր ձեռքբերումները ավելի շատացան եւ ավելի մրցունակ դառավ մեր լաբորատորիան։ Այսինքն 2025-ը բավականին խոստումնալից է եղել։ Այո, կոնկրետ մեր լաբորատորիայի համար խոստումնալից էր եւ որակի համակարգի ներդրմամբ եւ վերջին տարիներին ձեռք բերված մեր սարքավորման գործում, ստեղծման գործում։ Խոսքը վերաբերվում է Mindray 96A սարքավորմանը, որը շատ կոմպակտ միկրոպլանշետային ռիդեր է։ Սարքը բազմաֆունկցիոնալ է, կատարում է եւ վահանաձև գեղձի հորմոններ, եւ վերականգնողական հորմոններ, եւ սրտային մարկերներ, օնկոմարկերներ, ինֆեկցիաներ ենք ստուգում, հեպատիտներ, միավ։ Սարքը ունի իր մեջ կառուցված թերմոստատ, ջերմակայունացուցիչ եւ շեյքեր, խառնիչ ունի։ Ինքնուրույն ավտոմատ կերպով կարողանում է հետազոտվող նյութը եւ խառնել եւ կարգավորել ջերմությունը։ Ունի լայն հիշողության դիապազոն ունի մոտ 20,000։
հնարավորություն տրվեց ավելի արդիականացնելու մեր աշխատանքը, ավելի շատ ծառայություն մատուցելու մեր բնակչությանը։ Իսկ մինչ այդ վերլուծիչ սարքավորման ձեռքբերումը ինչպիսի բարդությունների էիք հանդիպում։ Մերժում էինք բնակիչներին, չունեինք համապատասխան լայն ծավալի հետազոտություններ, հորմոնալ անալիզներ չէինք կատարում, ճիշտ է ունեինք ավելի հին թվով վերլուծիչ, բավարարում էինք մեր բնակիչների պահանջները, բայց այսպես արդիականացված չէր, ավելի խոշոր հետազոտություններ, թվով խոշոր հետազոտություններ չէր կատարվում մեր մոտ։ Իսկ հիմա նորմալ է, ունենք սարքավորումներ, ունենք եւ հագեցված ենք ռեագենտներով։ Մենք լիովին կարող ենք չէ ասել, որ յուրաքանչյուր, այսպիսի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան ինքը հանդիսանում է տվյալ բուժհաստատության հենց առաջին կետը, որտեղից պետք է սկսել այդ ախտորոշման գործընթացը։ Այո, համաձայն եմ։ Մեր տնօրենն էլ միշտ սկսում է իր խոսքը օժանդակ ծառայություններից, նեղ մասնագետների կարևորությունից եւ լաբորատորիան համարում է սիրտը, պոլիկլինիկայի սիրտը, աջակցում է մեր աշխատանքներին, մենք էլ պարտավորված ենք աշխատում, ելնելով իհարկե ամեն ինչը ներդնում ենք, գործընթացը կատարում ենք որակի համակարգին, այդ ISO ստանդարտների շրջանակներում։ Տեխնիկական հագեցվածությունից խոսեցինք, մասնագիտական առումով, մասնագետների համալրվածությունը ինչպիսին է։ Ունենք բժիշկ լաբորանտ, ունենք միջին անձնակազմ, միջին բուժանձնակազմ, հագեցված ենք աշխատողներով, կարողանում ենք կազմակերպել, ունենք սկիզբ եւ վերջ, պլանավորված է մեր աշխատանքները եւ յուրաքանչյուր աշխատող բուրգի կանոնով աշխատում է։ Պարզ է։ Արմետ համակարգի ներդրումը ընդհանուր առմամբ բուժհաստատություններում ինչպիսի ազդեցություն թողեց պոլիկլինիկայի գործունեության վրա։ Մեր պոլիկլինիկան վաղուց է աշխատում Արմետ համակարգով։ Վերջին տարիներս էլ լաբորատորիան միացավ իր աշխատանքով Արմետ համակարգին, այդ հարտակին էլեկտրոնային։ Իհարկե ունի իր առավելությունը, մեր աշխատանքը հենց գրանցումը սկսվում է Արմետ համակարգի միջոցով։ Կատարում ենք գրանցումներ, այցերի կառավարում ենք կատարում, տեսնում ենք ուղեգրերը, էլեկտրոնային ուղեգրերի մասին է խոսքը, գրանցում ենք նաև մեր կատարած հետազոտությունները։ Ինչպես նաև վերջերս մենք մեր հաշվետվություններն ենք ներկայացնում Արմետ համակարգով։ Արմետ համակարգը, ինչպես նորագույն բոլոր տեխնիկաները, հաշտակները ունեն շատ առավելություններ։ Առավելությունը այն է, որ մենք էլ ենք ինտեգրվում այդ հարտակին։ Թերությունները տեխնիկական են, ինձ թվում է բոլորի մոտ դա լինում է, նկատվում է, որը շատ արագ լուծվում է այդ տեխնիկական սխալները, թերությունները։ Լաբորատորիայի հետ հիմնականում մեծահասակ թե մանկահասակ բուժառուներն են առնչվում եւ հատկապես որ հիվանդություններն են հաճախ հանդիպում։ Մեր պոլիկլինիկան բազմաֆունկցիոնալ է, ընդգրկում է եւ մեծահասակ եւ երեխաները, մանկահասակ երեխաների ընդունելությունը։ Մենք ունենք եւ թերապևտներ, եւ մանկաբույժներ, եւ ընտանեկան բժիշկներ։ Թվով մոտ 27-29 հազար բնակիչ ենք սպասարկում։ Դիմելությունը կարծես հավասար է, բայց պատվաստումների ժամանակ ընդգրկվում է եւ մանկահասակ եւ մեծահասակ բնակիչները։ Սեզոնային գրիպների, սեզոնային հիվանդությունների ժամանակ ավելի շատ մեծահասակներն են դիմում։ Շաքարային դիաբետով հիվանդների հոսքն է ավելի շատ
էլի կապված սեզոնի երևի սեզոնային այդ սրացումների ժամանակ սպասարկում ենք բոլորին ունենք բոլոր մասնագետները պոլիկլինիկայում եւ նեղ մասնագետներ եւ թերապևտիկ ծառայություն եւ մանկաբույժ եւ ընտանեկան բժիշկներ Այո, այսինքն միշտ հագեցած է։ Այո, հագեցած է մեր պոլիկլինիկան, բազմաֆունկցիոնալ։ Այս տարեսկզբից բոլոր բուժ հաստատություններում ընդհանուր առմամբ հանրապետությունում ներդրվեց առողջության ապահովագրության այդ համապարփակ համակարգը, այնինչ ազդեցություն ունեցավ, պոլիկլինիկայի վրա, այսինքն դրական եւ բացասական կողմերն եմ ուզում հասկանալ։ Եկեք այս հարցին ես որպես բնագիչ պատասխանեմ։ Թեկուզ Որպես բնագիչ շատ ուրախ եմ համակարգի ներդրման համար, որովհետև կային խավեր, հատկապես 65 եւ պլյուս բնակչությունը զրկված էր ինչ-որ սոցիալական արտոնություններ ունենալուց, ժամանակին չէին դիմում պոլիկլինիկաներ, ժամանակին չէին դիմում բուժ այլ հաստատություններ, վիրահատություններից խուսափում էին, դեղորայքի գնումից խուսափում էին։ Այսինքն ֆինանսականով էր պայմանավորված բժշկի դիմելը։ Այո, պայմանավորված ոչ թե առաջնային օղագին դիմելու, այլ դրա հետևանքով, չէ՞, առաջացած խնդիրները։ Որպես բնագիչ շատ եմ ուրախացել այս խավի ընդգրկման համար։ Բացի բուժման ընդգրկվելուց նաև ուրախացել եմ դեղորայքային ծառայության մատուցման գործում։ Հիմա մեր մոտ կոնկրետ մեր պոլիկլինիկայում շատ աշխույժ եռուզեռ է։ Բոլորն են դիմում, բոլորն են ստանում բուժօգնություն, առաջ են ստացել բուժօգնություն, բայց հիմա արդեն վստահ են, որ հետագա բուժումը, որը կախված է ստացիոնարից, վիրահատություններից, դեղորայքների ստացումից, ավելի ուրախ են, վստահ են։ Իսկ համակարգը նոր է, որպես բուժաշխատող չեմ կարող քննարկեմ այդ հարցը ձեր հետ, ունի իր առավելությունները իհարկե եւ ունի թերությունները, որոնք ինձ թվում է կշտկվեն ժամանակին կհարթվեն, այո։ Եվ քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզենամ որպես մասնագետ ձեր կոչը եւ հորդորը ուղղեք մեր հեռուստադիտողներին։ Սիրով մեր հեռուստադիտողներին, ընդհանրապես մեր բնակիչներին ցանկանում եմ առողջություն, պահպանել իրենց առողջությունը եւ ժամանակին դիմեն համապատասխան մասնագետին, ինքնաբուժությամբ չզբաղվեն, լինեն առողջ եւ երջանիկ։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի լաբորատորիայի պատասխանատու բժիշկ լաբորանտ Ռուզաննա Հուրիխանյանին։ Դե ինչ եղեք առողջ, Մեդինֆոն էր եթերում։